Երևանի խորհրդանիշներից մեկի Կասկադի անավարտ հիմքերը կքանդվեն։ Չնայած ճարտարապետների մտահոգություններին, Երևանի քաղաքապետարանը շաբաթվա սկզբին հայտարարեց. Համալիրի կառուցապատման ծրագիրը մտնում է գործնական փուլ։ Օրերս ստացել ենք կառավարության համաձայնությունը, որով հաստատվել է ներկայացված ներդրումային ծրագիրը։ Հաջորդիվ կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում արկա փոսորակում, որը որ առաջացել է նախորդիվ սկսված շինարարական աշխատանքներից եւ անավարտ մնացած շինարարական աշխատանքներից հետո այդտեղ արկա հիմքերի քանդման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի այդ հատվածում նախագիծը իրականացնել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սոնա Թևանյանի խոսքով ներդրողի հետ կկնքվեն պայմանագրեր, որտեղ հստակ կսահմանվի ինչպես է կառուցվելու Կասկադի նոր հատվածը եւ ինչպես են օտարվելու հարակից հողամասերը։ Գրեթե մեկ դար առաջ Ալեքսանդր Թամանյանի մտահղացած ու միայն 70-ականներին Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի նախագծած Կասկադը այդպես էլ մինչեւ վերջ չկառուցվեց։ Ժամանակ առ ժամանակ վերականգնման փորձեր եղան, բայց տարբեր պատճառներով Երևանի խորհրդանիշներից մեկը ավարտուն տեսք այդպես էլ չստացավ։ Կասկադ համալիրի վերին հատվածին ամանավանդ կառուցման վերաբերյալ կոնսենսուսի դժվար հասնենք որևէ պարագայում, բայց այնուամենայնիվ որոշակի փուլերով անցած նախագիծ ունենք։ Քաղաքապետ Ավինյանը սա տարեսկզբին էր ասել եւ շեշտել. մտադիր են 5 տարում ավարտել տասնամյակներ շարունակ կիսատ թողնված գործը, բայց սեփական կետից։ Իսկ այդ կետը GTB Development ընկերությունն է։ Հենց այս ընկերությունը հաղթեց Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում, որը ըստ քաղաքապետարանի միակ հայտատուն էր։ Նախագծի իրականացման համար էլ խոստացան 20 միլիարդ 46 միլիոն դրամի ներդրում։ Ըստ Պետրեգիստրի հաղթող ընկերության 2024-ի հոկտեմբերի 24-ին հիմնադրված GTB Development-ի 97.5%-ի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Նա ավականում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր Արմեն Սարգսյանի փեսան է։ Նախատեսվում է ներդրողին օտարել շուրջ 7 հեկտար համայնքին պատկանող հողատարածք, որտեղ կառուցվելու են բազմաֆունկցիոնալ համալիրներ, այդ թվում համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան։ Կասկադը վերջապես կստանա իր լիարժեք տեսքը։ Այսպիսի Կասկադ պատկերացնում է հաղթող կազմակերպությունը։ Մտահոգություններ ունեմ խորը, որովհետև այդ Կասկադը մնացել է ոնց որ մի օազիս քաղաքում, որին ձեռք չի տրված եւ չի ապականված։ Դեռևս Սրտնեղած է Կասկադի համալիրի հեղինակ Ջիմ Թորոսյանի դուստրը Անահիտը։ Ազատության հետ նրա զրույցը կարճ էր, բայց մտահոգություններն էին շատ։ Իհարկե, ես գիտեմ, որ այդտեղ մնացել է կիսակառույց, ցավոք սրտի։ Եվ իհարկե վաղ թե ուշ դա պիտի ինչ որ ձևով այդ հարցը կարգավորվի։ Բայց տեսնելով թե այսօր քաղաքում ինչ է կատարվում, ինչ աղետալի ուղղակի բաներ են տեղի ունենում, ես ունեմ շատ մեծ մտահոգությունների։ Իմ հայրը իրեն կյանքը դրել է այդ կառույցում։ Կասկադը այն կառույցն է, որ շատ երկար տարիներ, այսինքն կառուցել է եւ ասում եմ, կյանքը հոգին սիրտը դրած է այդտեղ։ Ես ունեմ շատ խորը մտահոգություն, որովհետեւ տեսնելով թե այդտեղ ինչ ա ուզում դրվել, դա ամբողջովին ուղակի վերացնելու է այդ կառույցը։ Այդտեղ ծանր որևէ կառույց իրավունք չունի լինելու։ Թող լինեն թանգարաններ, համերգասրահներ, Կասկադը հենց սկզբից մշակութային կառույց էր նախատեսված։ Ճարտարապետի դուստրը հոգատար վերաբերմունք է ուզում տեսնել այս գործում։ Եվ ինչ ձևով արվել այդ դահլիճը, ինչ գեղագիտությամբ, ինչ մասշտաբների, այդտեղ շատ զգուշ է պետք լինել։ Դեռ անցած տարի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը համալիրի արդիականացման 2 նախագիծ էր ներկայացրել, որը մշակել էին ամերիկյան եւ ֆրանսիական ընկերությունները։ Ակտիվ քաղաքացի հարթակում քվեարկող երևանցիները ձայների մեծամասնությունը տվել էին ֆրանսիական նախագծին։ Հենց այդ ընթացքում էլ մի շարք ճարտարապետներ սկսեցին բողոքել։ Քաղաքապետարանը այլընտրանքի հնարավորություն չի տվել, ի սկզբանե կենտրոնանալով 2 հեղինակների նախագծերի վրա, որոնք ըստ մասնագետների որևէ առնչություն չունեն Կասկադի հետ։ Քաղաքը ապականում ենք եւ կարող է հասնել հենց մի կետ, որ անդրադարձ չկարողանանք ունենալ։ Դարձյալ բարձրահարկներով փակվում է քաղաքը։ Իր բողոքի ձայնը ամենասկզբից բարձրացրեց Կասկադի նախկին նախագծի համահեղինակ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը։ Փոսորակը լցնելով չխախտել,
մտածած ուրեմն դեպի վերև գնացող այդ գորգի գաղափարը, որը ինքը սփռվում է դեպի օպերա, դեպի քաղաքի կենտրոն, դեպի Թամանյանի արձան։ Իսկ սա ըստ Մխիթարյանի գաղափարը պահելու փորձ էր վերից վար կապել թամանյանական քաղաքը։ Ջիմ Թորոսյանի ընտանիքում այդուհանդերձ մտավախություն կա, որ հնի իմիտացիան էլ կարող է վտանգավոր լինել։ Երբ որ արդեն անկախությունից հետո սկսեց նորից վերասկսվեց շինարարությունը, նա ամեն աստծոր եւ ես չեմ չափազանցնում, ամեն աստծոր կանգնած է եղել շինարարության գլխին եւ անընդհատ բանա փոխել։ Հասկանում եք ինչ եմ ասում, այսինքն դոգմատիկ կերպով վերցնել 40-50 տարի, 60 տարի առաջվա նախագիծը դնել այստեղ, նույնպես սխալ է։ Դա միևնույն է չի լինելու Ջիմ Թորոսյանի արածը։ Կասկադը ի վերջո պետք է կառուցվի։ Սա թերևս միակ միտքն է, որի շուրջ կա համընդհանուր համաձայնություն։ Բայց ինչպես։ Հենց այս հարցն էլ մտահոգում է բոլոր նրանց, ովքեր տևական ժամանակ է տեսնում են, ինչպես է վարդագույն քաղաքը օր-օրի կորցնում իր տեսքն էլ, գույնն էլ։